Արմլու լրատվականի տեղեկություններով ազգային ժողովի աշխատակազմը դրական եզրակացություն է տվել ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքի մասով էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին։ Արմլու լրատվականը տեղեկացավ, որ մարտի 25-ից լրագրողների կողմից նախաձեռնված ստորագրահավաքն իր արդյունքն է տվել։ Ազգային ժողովի Հայաստան եւ Պատիվ ունեմ խմբակցությունները դիմել էին ազգային ժողովի աշխատակազմին Անդրանիկ Քոչարյանի վարքի հետ կապված ազգային ժողովի էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար։ Հայաստան խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը Արմլու լրատվականի հետ զրույցում քիչ առաջ տեղեկացրեց, որ աշխատակազմը դրական եզրակացություն է տվել եւ անհրաժեշտություն է համարել, որ պետք է ստեղծվի հանձնաժողով եւ երկու ընդդիմադիրների նախաձեռնությունը քիչ հետո կուղարկվի ազգային ժողովի նախագահին եւ հարցը կընդգրկվի ազգային ժողովի առաջիկա քառօրյա լիագումար նիստ օրակարգ։ Մինասյանը նշեց, որ հարցի հիմնական զեկուցող կնշանակվի ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանի հետ վերջին միջադեպը տեղի էր ունեցել մարտի 20-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Անդրանիկ Քոչարյանը կոշտ տոնով պահանջել է լրագրող Ռիփսի Մեջեբեջյանից հեռանալ իր կողքից, հայտարարելով, որ նա իրեն խանգարում է։ Սպառնացել էր չհեռանալու դեպքում հարցազրույց չտալ նաև այլ լրագրողների, իսկ վերջում մեկնաբանություն արել լրագրողի շուրթերի մասին։ Անդրանիկ Քոչարյանը հետո նաև հայտարարել էր, որ չի պատրաստվում ներողություն խնդրել, իսկ հաջորդ օրը իր գլխավորած հանձնաժողովի նիստում հավելել, որ իր ասացի մեջ վիրավորական ոչինչ չի տեսնում եւ որ ինքը պարզապես հղում է արել Բագրատ Սրբազան Գալստանյանին։ Ընդամենը ես արձանագրել եմ, որ պետք է խոսքը օգտագործելուց լինի մաքուր, հայտարարել էր իշխանական պատգամավորը։